Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 15-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Գնանք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 15-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ձեր գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք, նաև հանկարծակի լուր կլսեք այդ օրը, ինչ-որ բան ձեզ երջանկացնելու են, նաև կարող եք հուզվել, միգուցե երջանկության արդյունքներ են, երջանկության հուզմունք է, դա հաճ պահեր կան օրվա ընթացքում, միգուցե դա է նաև այդ հուզմունքի պատճառը, բայց օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված, որը ինչպես կտանեք, ինչ կանեք, ամեն ինչ է ընդհանրապես օրվա ընթացքում ձեր ձեռքում։ Ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն կամ սկսվում է այդպես ցիկլ ամեն ամսվա, նաև դա կարող է ավարտվել եւ գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 15-ին։
Հարգելի ցուրեր, այդ օրը հանկարծակի լուր կստանաք, նաև հյուրեր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, գործերը կանեք կավարտեք, կվերջացնեք, նաև կարող եք հուզվել, նաև կարող եք արտասվել, սեղանի շուրջ եք նստելու, հեռախոսազանգ ունեք, ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, կամ այդ օրը կարող եք ժամ պայմանավորվել, եւ ընդհանրապես ժամերի հետ կապված շատ ուշադիր եղեք, եւ օրվա վերջ չեմ կարող ասել, ինչ-որ մի բան ձեզ հիասթափեցնում է կամ ինչ-որ մի բան ձեզ տխրեցնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 15-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը նվեր կարող եք գնել ինչ-որ մեկի համար կամ դուք նվեր ստանաք, սա նաև պետական հիմնարկության համար է այս նվերը, դա կարող է լինել գնում եք հիվանդատես, գնում եք բժշկի, գնում եք ուսուցչին տեսնելու, այնտեղ իրեն եք նվեր տանում, գուցե քաղցրավենիք, կամ դուք եք, այդ աշխատողը ձեզ մոտ են գալիս եւ ձեզ են նվեր տալիս։ Կամ ինչ-որ մի բան է տեղի ունենում, որը որ ձեզ համար ոչ թե ֆիզիկական նվեր է, այլ ուղղակի նվեր է, այն ինչ որ իրենք արել են։ Սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մեկին կսպասեք կամ ինչ-որ բանի եւ հեռախոսազանգ ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 15-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օր առավոտյան չգիտեմ ինչու հուզվում եք, այստեղ առիթ է, հնարավոր է երեխայի առիթն է, հնարավոր է պետք է գնաք կամ ձեր տանն է, դրա համար հուզվում եք։
հուզված եք կամ արտանում, խոսքով երեխաների հետ կապված պահեր կան, միգուցե նաև ծննդաբերությունը, հղիությունը, թորներն են գալու, երեխաներն են գալու եւ հրավեր կառիթի, կամ դուք եք հրավիրելու, կամ ձեզ կհրավիրեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 15-ին։ Հարգելի առույցներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված այդ օրը։ Հուզված եք կամ կարող հուզվել, նաև կարող եք արտասվել։ Ինչ-որ բաներ ձեզ երջանկացնում է մյուս կողմից, նաև հանդիպում ունեք այդ օրը, գուցե այդ հանդիպումն է ձեզ երջանկացնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 15-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված, երեխաները կարող են գալ ձեր տուն, թոռները կարող են գալ ձեր տուն, նաև դա հղիությունը, ծննդաբերությունը, երեխաների տոն կարող է լինել, առիթ կարող է լինել։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր հետո արեք այդ քայլը, բացի դա էլ ինչ-որ միտեղ կգնաք և երկար կմնաք։ Կամ ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան դեռ տեղից չի շարժվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքներին։
Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 15-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը այստեղ երջանկության ուրախություն ունեք, ուրախ եք, երջանիկ եք, ձեր ցանկություններն իրականանում են, դրա համար եք այդպես երջանիկ, ուրախ, հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ և հրաժեշտ կտաք իրար, կհաք բաժանվել, կհաք հեռանալ իրարից, ժամանակավոր է դա, կամ գնում է ինչ-որ միտեղ։ Նաև սպասում եք բժշկի, սպասում եք հիվանդանոցում, ինչ-որ մեկին տեսնելու, բժշկին տեսնելու կամ հիվանդատես եք գնացել օրվա ընթացքում, նաև կցանկանաք պարկել հանգստանալ, նաև կամ սա ուշ եք քնելու կամ ավելի շուտ։ Եվ հույսով եք, որ ժամին կհասցնեք, հուսով եք, որ ճիշտ ժամին կգան, այդպես հուսով եք, որ ժամերը կարող եք փոխել, եթե այդպիսի ինչ-որ մտադրություն ունեք։ Ժամի հետ է կապված ձեր հույսը, որ կհասցնեք, որ կանեք և այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 15-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որևիցե հարցեր ունեք, պետք է դրանցով զբաղվեք, նաև գործնական հանդիպում ունեք, գործնական խոսակցություն ունեք, օրվա ընթացքում որոշ տհաճ պահեր կան, նաև ինչ-որ բաներ ձեզ ցավ է տալիս, միգուցե այդ տհաճությունն է, և սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, միգուցե այստեղ պետական հիմնարկությունում, դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, միգուցե այնտեղ եք սպասում։ Այսքանը ձեզ համար կամ է բանկում, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։
Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 15-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը տան հետ կապված ինչ-որ հարցեր կան, որոնք կամ ձեզ հիասթափեցնում են, կամ տխրում եք այդ հարցերից, միգուցե անընդհատ կան այդ հարցերը, դրա համար եք տխրում, դժվարություններ կան, միգուցե առիթի հետ է կապված, պետք է առիթը նշեք, կամ ինչ-որ պահեր են այստեղ մի խոսքով, որը կամ հիասթափվում եք, եթե գնմել եք առիթ, կամ տխրում եք։ Եվ այստեղ ոչ մի բան կիմանաք, այստեղ ոչ թե որևէ մի բան, այլ գաղտնիքի նման բացահայտվում է, որ ինչ-որ մի բան կորցրել եք ձեր ձեռքից։ Դուք գիտեիք, որ ամեն ինչ շատ նորմալ է, կարգին է, բայց կարծես թե կորցնում եք դա ձեր ձեռքից։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 15-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ինչ-որ մի բան եք ձեր ձեռքից բաց թողնում, ոչ է հնարավորություն ար կողեք ձեր ձեռքից բաց թողնել։ Նաև ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, այստեղ հյուր ունեք, կամ դուք կգնաք հյուր, նաև նվեր ունեք, սա արդեն կարող է լինել քաղցրավենիք, նորություն կլսեք այդ օրը եւ այստեղ կամ երեխաների հետ կապված ինչ-որ հարց է, որը ձեր ցանկությունը կիրականանա, կամ երեխաների ցանկությունները կիրականանան, կամ չէ, ուզում եք երեխաները գային, թոռները գային, այդպես գալիս են, նաեւ հղիություն կարող է լինել, ծննդաբերություն կարող է լինել, ընտանեկան ինչ-որ, հա, կյանք է, որի ոնց որ այդ պահը շատ էիք երազել, ցանկացել է, որ ինչ-որ այս պահը տենց լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 15-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ինչ-որ հարցում հաղթանակված դուրս կգաք, միգուցե դա է ձեր ցանկությունը։ Պետական հիմնարկության հետ կապված ոչ հարցեր ունեք, նավարդատական գործեր են, բանկ, ուսումնական հաստատություն կամ նաև բժշկական կենտրոն։ Եվ օրվա ընթացքում որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Եվ հուզվում եք, կարող եք նաև վարտասվել եւ ընդհանրապես օրը ձեր ձեռքում է այն շատ բանել ձեզանից է կախված ինչ կանեք, ինչպես կփոխեք ձեր օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 15-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը գումար եք ստանալու, նաև հրավերք ունեք որևիցե առիթի, կամ դուք մարդկանց կհրավիրեք ձեր առիթին, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, տատանվում եք, ծանր թեթևեկանում ընտրության առջև եք կանած, եթե առիթ է միգուցե ինչ եփեք, ինչ անեք, կամ ժամ կպայմանավորվեք այդ օրը, կամ արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որ չուշանա կամ ժամերը կարող են փոխվել, այստեղ ինչ-որ մի բան ձեզ ցավ է տալիս, միգուցե ժամերը չեք կարողանում փոխել, օրինակ եթե աշխատում եք, չեք կարողանում ոնց որ ավելի շուտ գնալ։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն այդ օրը, ոմանք էլ հենց պայմանավորվածություն, ինչ որ ժամ, հա, ձեր հարազատ մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։